Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին մենք կզրուցենք քաղաքացիական ակտիվիստ Հրայր Կոստանյանի հետ։ Հրայր, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ուրբաթ օրը Ազատության հրապարակում եւս երիտասարդությանը կոչ էր արվում նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը եւ առաջ շարժվել, կարևորվում էր երիտասարդությունը եւ նաեւ Վարուժան Ավետիսյանի նամակներից էլ երիտասարդությունն էր կարևորվում։ Ուրբաթ օրը տեսանք հանրահավաքից հետո հավաք նաեւ եղավ երիտասարդների, մասնակցում է իր հավաքին թե ոչ եւ ճիշտ ճանապարհով է ընթանում ամեն ինչ, թե ինչ որ խնդիրներ են առաջացել, պայքարում։ Սկսեմ նրանից, որ ինչ խոսք, երիտասարդությունը երբ կարևորվում է, դա ուրախացնում է երիտասարդների ներկայացուցիչներին։ Ամեն դեպքում այն գիտակցությունը մեծերի մոտ, որ երիտասարդներն են այն ուժը, որ պետք է առաջ տանեն երկիրը դեպի զարգացում, դա ողջունելի է։ Այլ բան է, արդյոք երիտասարդությունը ակտիվանում է, թե ոչ, իսկ ինչու՞ չէ ակտիվանում։ Իմ կարծիքով դա կողմնորոշումների դեգերումների մեջ խրվելու պատճառն է, որովհետև երկիրը կարծես բաժանվել է տարբեր ճակատների, մի մասը հորդորում է ռուսամետությամբ զբաղվել, մյուս մասը հորդորում է դեպի արևմուտք գնալ։ Իմ կարծիքով սա ամենամեծ խնդիրն է, որովհետև երբ դու չես կարողանում կողմնորոշվել, թե որ ուղղությամբ պետք է գնալ, դու կոպիտ ասած փակուղու մեջ ես հայտնվում։ Իմ կարծիքով մենք պետք է բացառենք ընդհանրապես պրո կամ հակագաղափարները, եթե խոսենք պրո գաղափարներից, ինչ ընտրություն մենք ունենք։ Մենք ունենք կոռուպցիայի մեջ թաղված ավազակա երկիր Ռուսաստան, որը փայլուն օրինակ է, թե ինչպես է կոռուպցիան զարգանում, ինչպես են ժողովրդին թալանում, ինչպես են բնական պաշարները օգտագործվում, փուչիկներ փչում, հետո այդ փուչիկները պայթում են, ֆինանսական ճգնաժամեր են առաջանում, հակառակ կողմից մենք ունենք արևմուտք, որտեղ զարգանում են արվամոլությունը, որտեղ օրինական ճանապարհով մանկապիղծները կուսակցություններ են բացում եւ այլն, անձամբ ես ընտրություն չունեմ թե Ռուսաստանի, թե Եվրոպայի միջև, իմ ընտրությունը Հայաստանն է, ես ընտրում եմ հայամետությունը։ Իդեպ իմ կարծիքով միակ ճանապարհը, որը չի կարող քարկոծվել ոչ մի պարագայում, դա հենց հայամետությունն է, որովհետեւ եթե ընտրենք արևմուտքը, կսկսեն քարկոծել ռուսամետները, եթե ընտրենք ռուսական ուղին, կսկսեն քարկոծել արևմտամետները։ Իմ կարծիքով մենք պետք է ընդհանրապես հրաժարվենք որևիցե ուղղություն վերցնելուց, իսկ միակ ու կարևորագույն ուղղությունը դա լինի Հայաստանը, հայամետությունը, պետականամետությունը։ Ինչ վերաբերվում է հավաքին, Արմեն Մարտիրոսյանը բացահայտ ասեց, որ մենք սկսել ենք պայքարել Ռուսաստանի դեմ եւ գնում ենք դեպի Եվրոպա, մենք պետք է կառուցենք մեր ժողովրդավարությունը։ Ես փոքրիկ անդրադարձ կկատարեմ այդ ելույթին, ես չգիտեմ իրենք ովքեր են գնում դեպի արևմուտք եւ ովքերով են սկսել այդ պայքարը Ռուսաստանի դեմ։ Մեր պայքարը ես բազմիցս ասել եմ իմ ու իմ ընկերների, դա ոչ թե դեմ է, այլ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժողովրդի ապագայի։ Եվ ես չեմ միանա այն պայքարին, որը ի վերջո բերելու է քաղաքացիական հակամարտությունների կամ խաոսի առաջացման Հայաստանում, որովհետև ես քաջ գիտակցում եմ, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում 2008 թվականին, երբ որ Միացյալ Նահանգները հույսադրեցին վրացիներին, որ կարող են դուրս գալ ռուսների դեմ, իսկ հետևությունները մենք ինքներս տեսանք, նույնը տեղի ունեցավ վերջերս Ուկրաինայի հետ, երբ խոստացան, որ Ռուսաստանից ազատվելով նրանք կմտնեն Եվրամիություն, Եվրոասոցիացիան պայմանագրի բոլոր պայմանները արդեն պատրաստ են նրանց համար եւ այլն կրկին անգամ խաբվեցին։ Ես դատողություններ անելով եւ պատմությունից դասեր քաղելով հասկանում եմ, որ միակ ճանապարհը, որ մենք պետք է ընտրենք, որը կբերի նրան, որ մեր հետ ուժեղները սեղանի շուրջ կնստեն եւ կսկսեն բանակցել, դա հայամետությունն է։ Այսինքն, մինչեւ մենք չսովորենք հարգել եւ գնահատել ինքներս մեզ, մեր հետ ոչ մեկ բանակցությունների շուրջ չի նստի եւ չի հարցնի, թե ինչ ենք ուզում։ Ինչ վերաբերում է երիտասարդների հավաքին, ուրբաթ օրը ես մասնակցել եմ ոչ միայն որպես դիտորդ տեսնելու համար, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում, ես ասել եմ, որտեղ կա պայքար, ես միշտ այնտեղ եմ լինելու, որովհետեւ իմ կարծիքով մի ժողովուրդ, որը
իր պատմության ողջ ընթացքում պայքարել է, որ անգամ իրավունք չունի հանգստանալու։ Իսկ ես որպես ներկայացուցիչ այդ ժողովրդի պետք է ամենօրյա պայքարներին մասնակցեմ եւ իմ անմիջական մասնակցությամբ փորձեմ ճիշտ ուղղության վրա դնել այդ պայքարը։ Հիմա իմ կարծիքով մի թեթև շեղվել ենք Սասնա Ծռերի պայքարի գաղափարից, որովհետև այդ տղաները նվիրալներ էին, հայրենասերներ էին ու հանուն հայրենիքի գնացին այդ քայլի, ոչ թե հանուն նրա, որ Եվրոպա կամ Ռուսաստան ուղղություն վերցնեն, այլ հենց հայրենիքն էր իրենց ուղղվածությունը։ Ինչ վերաբերվում է երիտասարդների հանրային քննարկման ֆորմատին, կարծում եմ, որ այդքան էլ էֆեկտիվ ֆորմատ չէ, հիմա բացատրեմ ինչու, որովհետև բազմիցս խոսում են նրա մասին, որ ներմուծված մարդիկ կան ոստիկանությունից, ազգային անվտանգությունից, որոնք կփորձեն սադրել, որոնք կփորձեն շեղել եւ այլն, եւ այդ հանրային քննարկումների ֆորմատը իմ կարծիքով շատ սխալ ֆորմատ է։ Իմ կարծիքով պետք է ֆորումի նման մի բան կազմակերպել, որտեղ կհավաքվեն բոլոր այն երիտասարդները, ինչու ոչ նաև արդեն կենսափորձ ունեցող մարդիկ կլինեն, դա անցյալում կուսակցականներ, արվեստագետներ, տնտեսագետներ չեմ կարևորում, բայց ամեն դեպքում պետք է նման ֆորում կազմակերպվի եւ մենք հասկանանք, թե ինչ ուղղությամբ ենք գնում, ուր ենք գնում ու ինչ ենք ցանկանում։ Սասնա Ծռեր համակարգող խորհուրդ է ստեղծվել, նոր խորհուրդ է, այնտեղ երիտասարդներ ներգրավված շատ չկան։ Իմ կարծիքով դա նոր խորհուրդ չէ, դա ուղղակի վերածնունդն է հին խորհրդի, մի մարդ պակասում է, մի մարդ ավելացել է, եթե նայենք անդամների ցուցակը, ապա ոչինչ չի փոխվել, փոխվել է ուղղակի գործելավոճը, հայտարարությունները կրկին անգամ ասեմ, եթե ի սկզբանե չէր հայտարարվում, որ սա հակառուսական պայքար է, չէր հայտարարվում, որ գնում ենք դեպի Եվրոպա, հիմա բացահայտ դա հայտարարվում է ու շատ վտանգավոր է իմ կարծիքով, որովհետև արդեն իսկ սկսել են որոշակի ուժեր գործել հենց այդ գաղափարների դեմ ու հայտարարել, որ Հայաստանում գունավոր հեղափոխության, ինչ որ արաբական գառնան, մայդանական մոտիվներ են տեսնում, շատ վտանգավոր է, մենք չպիտի թույլ տանք, որպեսզի այս հերոսների սկսած process-ը պղծվի եւ կողքից ինչ որ մեկը փորձի վարկաբեկել այն շարժումը, որ ժողովուրդը ուզում է իրականացնել։ Իրականում սա ժողովրդական հայամետ շարժում է եւ իմ կարծիքով, իհարկե սուբյեկտիվ կարծիք է, բայց ժողովուրդը պատրաստ է ամեն բանի գնալ հանուն հայրենիքի, բայց ոչ հանուն Եվրոպա գնալու կամ հանուն Ռուսաստան գնալու։ Մենք պետք է նորից եմ ասում բացառենք ինչ որ հակառուսական կամ պրոռուսական առավել եւս գաղափարները։ Հանձնվելու ժամանակ Վարուժան Ավետիսյանը երբ որ խոսեց, իր խոսքից կարծես թե հաղորդագրություն երևաց, Ռուսաստանի դեմ, այնտեղ գաղութացման խնդիրներ երևում, Ռուսաստանը չշեշտվեց, բայց հաշվի առնելով ժամանակահատվածը, հաշվի առնելով նաև մարտահրավերները, բոլորը հասկացան, որ խոսքը Ռուսաստանին էր ուղղված։ Հետո ճիշտ է Չուքազյանն ասաց, որ հայամետ են եւ այլն։ Ինչ խոսք, այն որ տեղի ունեցել Ռուսաստանի կողմից գաղութացում, դա անհերքելի փաստ է։ Միանշանակ ամբողջովին բոլոր ստրատեգիական օբյեկտները, սկսած հանքերից վերջացած կարևորագույն արտադրական մասերից ուղղակի տրվել է ռուսների կառավարության ներքո եւ հիմա խոսել, որ չկա այդ գաղութացումը, անհեթեթություն է եւ ես կարծում եմ դավաճանություն է։ Բայց միևնույն ժամանակ կրկին ու կրկին այդ փաստը օգտագործել, որպեսի հասարակության մեջ հակառուսական տրամադրվածություններ առաջանան, ես գտնում եմ շատ սխալ է։ Ի վերջո մենք բոլորս գիտենք, երբ որ ռուսական դիվանագիտությունը սկսում է դադարել աշխատել, աշխատում է ռուսական այդ կիրզվի սապոկ, որ ասում են, դա է սկսում աշխատել, իսկ մենք այսօր այնքան թույլ ենք, որ չենք կարող մեզ թույլ տալ ընկնել այդ սապոգի տակ։ Ինչպես հասնել իշխանափոխությանը, երբ խոսում ենք իշխանափոխության մասին, միշտ ասում են, որ իշխանությունների վերևում էլ Ռուսաստանն է։ Այսինքն, ինչպես չպտտես, միևնույնն է Ռուսաստանին հասնում ես։ Նախ եւ առաջ ես վերջերս ասացի, որ այս հակառուսական գաղափարները օգտագործում են իշխանությունների, որովհետեւ հենց իշխանություններին է պետք, որ հասարակությունը տրամադրվի
Ռուսաստանի դեմ, որպեսզի նրանք կարողանան ապացուցել, որ միակ ուժը Հայաստանում, որ մնացել է, որ կարող է ռուսական, պրոռուսական ուղղվածությունը պահպանել, դա իշխանություններն են։ Հետևաբար պետք է Ռուսաստանը պահպանի այս իշխանությունը, որպեսզի ճնշեն հակառուսական գաղափարները եւ հասարակության շերտերում այդ համառությունները եւ հակառուսական գաղափարները։ Ես գտնում եմ, որ մենք ուղղակի որոշ ժամանակ պետք է լռենք ընդհանրապես հակագաղափարներից, հակաամերիկյան, հակառուսական, պրոամերիկյան, պրոռուսական։ Մենք պետք է ուղղակի ամրանանք, գանք այն գիտակցության, որ մենք կարող ենք, ի վիճակի ենք օգտագործելով մեր մտավոր պոտենցիալը, մեր մարդկային ռեսուրսները, չէ՞ որ մենք աշխարհով մեկ ունենք որոշ տվյալներով 12 միլիոն հայ։ Եվ բոլորը պատրաստ են ինչ-որ գործողություններ իրականացնել հանուն հայրենիքի փրկության, զարգացման եւ այլն։ Եկեք ֆիքսվենք ընդհանրապես ուղղակի մեր շուրջ, Հայաստանի շուրջ ու չնայենք Ռուսաստանը ինչ է ասում, Ամերիկան ինչ է ասում, դա ընդհանրապես իմ կարծիքով փոքր երկրի համար շատ վտանգավոր է մտնել աշխարհակաղակական ինչ-որ խաղերի մեջ, այն պարագայում, երբ որ բոլոր կողմերը փորձում են օգտագործել քեզ որպես խաղակարդ։ Այսինքն, եթե Միացյալ Նահանգներին պետք է Թուրքիային ճնշել, նրանք հիշում են ցեղասպանության մասին։ Եթե ռուսներին պետք է Թուրքիային ճնշել, նրանք հիշում են 21 թվականի պայմանագրերը, 18 թվականի պայմանագիրը, չգիտես, հետո ասում են, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, մենք հիմա դա կրկին անգամ կսկսենք շահարկել եւ այլն եւ այլն։ Այսինքն, մենք խամաճիկի կարգավիճակում ենք հիմա գտնվում, բոլոր կողմերից փորձում են մեզ օգտագործել։ Իսկ ինչու չգանք այն գիտակցության, որ մենք իրենց աշխարհակաղակական շահերի բախումը օգտագործենք իշահ մեզ, իշահ Հայաստանի, այլ ոչ թե մտնենք այլ խաղերի մեջ ու ասենք Ռուսաստանը սա է թելադրում, Ամերիկան նա է թելադրում։ Չէ, ես կարծում եմ, երբ որ մենք գանք այն գիտակցության, որ մենք կարող ենք ինքնուրույն զարգանալ, ընտրել հայկական ճանապարհ, այդ ժամանակ բոլորը մեր հետ կնստեն բանակցության սեղանի շուրջ։ Արդեն իսկ հիասթափության ալիք է երևում, հա, նշվում է, որ Սասնա ծռերի գործողություններից հետո մեծապես ոչինչ չի փոխվել, մեծամասամբ այն պատճառով, որ դրսում չկարողացան քաղաքական գործընթացները տանել, այսինքն ոչ Խորենացի փողոցում, ոչ արդեն իսկ Ազատության հրապարակում քաղաքական գործընթացներ չեն տարվում։ Քաղաքական գործընթացներ տանելու process-ը սկսվել էր, սակայն իշխանությունները ուղղակի գլխատեցին շարժման ղեկավարներին, ես չեմ կարևորում ովքեր էին այդ ղեկավարները, բայց մարդիկ քաջություն գտան եւ սկսեցին ինչ-որ փորձեր կատարել, որպեսզի ղեկավարեն process-ը։ Իշխանությունները ինչպես միշտ բիրտ ուժի միջոցով գլխատեցին այդ ղեկավարներին, առաջնորդներին, սակայն հայկական մի ֆենոմեն կա, անգամ առաջնորդների բացակայության դեպքում ժողովուրդը շարունակում է շարժումը, ֆիզիկայի օրենքներին համաձայն, այսինքն գնացքը գնում էր, ու անկախ նրանից օպերատորը կար գնացքում, թե չէ, ժողովուրդը փորձեր շարժվել առաջ։ Այլ բան է, թե ինչ մեթոդներ, ինչ տեխնոլոգիաներ կիրառեց իշխանությունը, որպեսզի այդ շարժումը անկում ունենա, դե ինչ խոսք, մեր իշխանությունները 25 տարվա փորձ ունեն ժողովրդի ողնաշարը կոտրելու, հոգեբանորեն ճնշելու, համոզելու, որ ձեր մոտ ոչինչ չի ստացվի։ Դրա համար ես ասում եմ եւս մեկ անգամ կկրկնեմ, որ սա հոգեբանական պայքար է։ Մենք պետք է փորձենք յուրաքանչյուրս մեր մեջ հաղթահարել ինքներս մեզ, օրինակ ծառայել մյուսներին եւ ցույց տալ, որ որքան էլ փորձեն ցույց տալ, որ մենք պարտվեցինք, մենք պետք է ապացուցենք, որ դա այդպես չէ։ Մենք մեր պայքարող տեսակով պետք է փորձենք ամենօրյա փողոց դուրս գալով, ակցիաներ կազմակերպելով, միանալով յուրաքանչյուր ընդմզման ապացուցենք, որ ոչ, process-ը կանգ չի առել, գուցե եւ որոշակի անկում տեղի է ունեցել, բայց իմ կարծիքով նոր ալիք է առաջանալու շատ շուտով։ Եթե կհիշեք, ՊՊՑ գունդը գրավելու առաջին օրերին մի շարք քաղաքական ուժեր ակտիվ էին, հա? Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրով, Վարդան Օսկանյանը իր ստեղծած նոր կուսակիցների հետ միասին, ընդհանուր առմամբ այդ օրերին ինչ երևաց, հա? Եվ նաև դրան արդեն հաջորդող օրերին, երբ որ արդեն հայտարարություններ էին արվում, որ այս քայլերով պարզ երևաց, որ քաղաքական դաշտն ամբողջովին մերկ է։ Ինչ երևաց, որ հայ ժողովուրդը շատ խելացի ժողովուրդ է, որ հայ ժողովուրդը ոչինչ չի մոռանում, որ հայ ժողովուրդը հիշում է 2008-ը, հայ ժողովուրդը հիշում է 2000-ից 2008 թվականի արտաքին քաղաքականությունը, որը ղեկավարում էր Օսկանյանը, մենք բոլորս հիշում ենք, թե ում շնորհիվ Ղարաբաղյան կողմը դուրս եկավ բանակցային գործընթացից,
Մենք հիշում ենք 2008 թվականին ինչպես ժողովրդի ողնաշարը հերթական անգամ կոտրեցին, խաբեությամբ տուն ուղարկեցին ու Փառք Աստծո մեր ժողովուրդը այնքան գիտակից է, Փառք Աստծո մեր ժողովուրդը այնքան հասկացող է, որ չեն գնում այլևս խաբեության հետևից։ Գիտեք, ինձ համար առնվազն տարօրինակ էր այդ ֆորս մաժորային իրավիճակում, երբ Պավլիկը, ես իր օրինակով կցանկանայի խոսել, իր որդուն զոհասեղանին է դրել, խոսում է ժողովրդական շարժման մասին ու հայտնվում է ինչ-որ մի անձնավորություն եւ հայտարարում, որ Հայաստանում գոյություն ունի միայն մեկ ընդդիմություն, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, ինչ է ստացվում, որ տղաները, որոնք գրավել էին ՊՊՑ գունդը, նրանք ընդդիմախոսներ չէին, նրանք ընդդիմություն չէին։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը օգտվելով առիթից ուղղակի վարկաբեկեց տղաներին, հայտարարեց, որ միակ ընդդիմությունը իրական ես եմ, եւ նա ակնհայտ սկսեց սպասարկել նեղ կուսակցական շահեր այդ հարթակից, իսկ ժողովուրդը շատ խելացի է, նրանք ասեցին Նիկոլ Փաշինյան, Աշոտյան։ Բոլորս հասկանում ենք ինչ եմ ասում։ Նաև Վարդան Օսկանյանը առանձին մարդկանց հետ զրուցում էր եւ հորդորում մասնակցել ընտրություններին, ակտիվություն ցուցաբերել խորհրդարանական ընտրությունների մասին, այսինքն արդեն իսկ Քարոզ Արշավի էր հա նման որոշակի առում։ Իմ կարծիքով ընդհանրապես Հայաստանում մոտակա ժամանակներս ընտրություններ կազմակերպելը դա նշանակում է Հայաստանում խաոս առաջացնել, որովհետև այս ֆորս մաժորային իրավիճակում, երբ ահավոր ուժեղ լարվածություն կա հասարակության լայն հատվածների միջև, ընտրություններ կազմակերպելը դա նշանակում է եւս մեկ անգամ բախումներ կազմակերպել, որովհետև այս անգամ ժողովուրդը ահավոր ջղայնացած է, ահավոր, եւ իմ կարծիքով իշխանությունները կրկին անգամ փորձելու են խախտումներով եւ այլն զորբա քաղաքականությամբ անցկացնել իրենց տեխնացուներին ու շատ վտանգավոր է իմ կարծիքով հիմա որևիցե ընտրություններ կազմակերպելը։ Իմ կարծիքով դա կարող է բերել շատ վտանգավոր իրադարձությունների զարգացման, ինչու ոչ նաեւ որոշակի ուժեր կփորձեն օգտվել դրանից եւ մայդաններ կազմակերպել Հայաստանում։